Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը իր իշխանության այդ բոլոր տարիներին ինքը իր համար չպատասխանեց գլխավոր հարցին, ինչու է վախենում Ռուսաստանից եւ ինչու Ռուսաստանի այսպես ուղղակի թելադրանքով, անուղղակի թելադրանքով թե ինչով վախենում է արդյունաբերություն վերագործարկել։ Ես չի որ ձեզ պետք է ներկայացնեմ Ամուլսարի ոդիսականը։ Այդ ամբողջ փողերը փոշիացնելը արդյունաբերություն վարի տալը նշանակում է երկրի պաշտպանունակությունը թուլացնել երկրի պաշտպանունակությունը նշանակում է ժողովրդագրական պատկերը թողնել նույն աղետալի մակարդակին, նշանակում է սպանել երկրի հեռանկարը, սա է ԿՊ-ի քաղաքականության կոնկրետ այսօրվա բնութագիրը, դե Գյումրին էս ամեն ինչի վրա, ընդամենը մի հեքիաթ էր, որ կարող ես համարել լավ գիշերային մղձավանջ անցավ գնաց, թեկուզ այս նույն գյումրեցիների համար, մենք ունենք վիթխարի խնդիր, եւ այս խնդիրը լուծելու այս խնդիրը փոխելու, պատկեր փոխելու, իրավիճակ փոխելու հնարավորություն մենք ունենք, բայց չենք տեսնում այդ հնարավորությունը։ Այդ հնարավորությունը ռեալ է անգամ այսօր, այս իրավիճակում ռեալ է, թե մթնոլորտի փոփոխության, թե արտաքին քաղաքականության շնորհիվ, արտաքին քաղաքականության փոփոխությունների շնորհիվ։ Գիտեք, ականջս արդեն սղոցում է, երբ անդադ իշխանական թևից լսվում է, որ մենք կուրս չենք փոխում։ Մենք կուրս չենք փոխում, մենք կուրս չենք, ոնց չեք փոխում։ Կամ եթե չեք փոխում, չեք հասկանում, որ ձեր կուրս չփոխելը հենց ձեր մահապատիժն է, ձեռքի հետը երկիրն եք տանում կառափնարան։